Ազատ դեմոկրատներ կուսակցության կողմից Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում առաջադրված Ստյոպա Սաֆարյանը հայտարարում է, թե պայքարից չի վախենում ու մրցակիցներին կոչ անում այդ պայքարը քաղաքակիրթ ձևով տանել։ Որքան էլ նախկին ընտրությունները երբեմն աչքի են ընկել այս ընտրատարածքում իրենց ոչ այնքան ցանկալի դրսևորումներում, հույս ունենանք, որ մենք բոլորս կհասկանանք եւ մեր ընտրողի նշանակությունը եւ նաեւ մեր ճակատագրի համար դրա վճռորոշ լինելը։ Ըստ Սաֆարյանի Ազատ դեմոկրատների ծրագիրը երազանքի ծրագիր է, համարձակ է, հավակնոտ եւ ուղղված երիտասարդներին։ Ստյոպա Սաֆարյանից բացի ի դեպ կուսակցությունը համայնքում 5 երիտասարդ տեխնացուների է առաջադրել։ Ազատ դեմոկրատների առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, այսպիսով ցանկանում են ազգային ժողովում մթնոլորտ փոխել։ Փորձառու Սաֆարյանի հետ համ փորձառություն ձեր կբերեն, համ այո համարձակորեն քայլեր կանեն դեպի ազգային ժողով։ Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, մենք ազատ դեմոկրատներ չենք լինի, եթե երիտասարդությանը չփորձեինք եւ չբերենք ազգային ժողով։ Հաղթանակ։ Կուսակցության տեխնացուներն այսօր համայնքի տարածքում իրենց նախընտրական թերթիկներն էին բաժանում։ Բնակիչների մի մասն ասում էր, թե ձայնն այլ կուսակցության է խոստացել, մյուսներն էլ նշում, թե գումարի առաջարկի են սպասում։ Տակը գրում են ոչ մեկին չեմ ընտրում, որտեղ ոչ մեկի հանդեպ հավատ չունեմ։ Այ որ կանոնտարակ հաստատ Տեսնենք դեռ, տեսնենք։ Կամ էլ շատ փող է տալի նրան եմ ընտրում։ Կաշառք եք վերցնում այսինքն։ Բայ, որ եւ երևից կաշառված են բոլորը, ես խի հասարակ մարդ չկաշառվեմ։ Արդեն գիտեք ով է բաժանում, ասել են ձեզ։ Չէ, չգիտեմ։ Ու ասածները շմիշտ լսել եմ, եւ վախտներ։ Ես չկաս։ Սա խախվան գրացին այմար։ Կանք, չենք մենք ձեզ չենք լքելու, երբեք չենք լքելու։ Եթե ձեզ լքող լինեինք, ավելի շուտ լքած կլինեինք, ձեր խնդիրները երբեք չենք լքելու ձեզ էլ հետը։ Ես ծնված օրվանից ընդդիմադիր եմ եղել, այսպես սրբեր։ Հասկացել։ Չեմ ասում մենք դրսից եկած Ուրախ եմ ձեր սկզբունքայնության համար։ Հասկացար։ Բայց քեզի անպայման կընտրեի, եթե ձայնը շտայի ուրիշ ճիշտ ասած։ Տվել եմ ես բարգավաճին, միայն բարգավաճին, որտեղ ինձ մոդիկ մարդ է։ Ազատության պողոտայում հավաքված տաքսու վարորդներն ասում էին հիասթափված են, քանի որ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ միավորվել։ Այդ լավ ես ասում, այդ մեկը ճիշտ ես ասում, այդ մեկը կորցնելու։ Գիտեմ։ Մեկը մենք հիմա լավը չենք գնում, չէ՞։ Ուղղակի որոշում ենք այս վատից ազատվենք, մենք անդունդի եզրով քայլում ենք, այդ այս վատից ազատվելու մասին է, չէ՞ խոսքը։ Միանշանակ։ Դե դրա համար պետք է անձնական եսը մի կողմ դնենք, ճիշտ է, բոլորով համախմբվենք մի հարցի շուրջ։ Դե հիմա այդ նույն բանը անելու ենք ընտրություններից հետո։ Չեմ հավատում, որ ամեն մեկ իր եսը մի կողմ մենք կարողանալու ենք ցավդ տանեմ։ Դե տեսնենք, լավ եղեք։ Մերսի։ Հնարավոր չի։ Հնարավոր է։ Գայլաձեկի պատմությունն եք սարքում, դրա համար սայլը տեղում եք կմնա։ Պատգամավորության տեխնացու Ստյոպա Սաֆարյանն ասում է, առանց քարոզ արշավ անցկացնելու էլ տեսանելի է, թե ընտրողն ինչքան է հիասթափված։ Ես փորձելու եմ պայքարել յուրաքանչյուր մարդուն հուսահատության ճիրաներից հանելու համար։ Այլապես մենք բոլոր, եթե դա չանենք, մենք քաղաքականության մեջ անելիք չունենք։ Մի բան, որը հենց կորսվել է մեր բոլորիս, բոլոր ժամանակների ընդդիմության մեղքով,